Մենք ոնց անենք, որ մենք դառնանք Թաթարստանի պես ամենահաջողված ռեգիոնը Ռուսաստանի, ոչ թե լինենք ինչ որ չեմ ուզում օրինակ անուն տամ, շատ աղքատ ռեգիոններ կան Ռուսաստանում, որոնք նույն Ռուսաստանի մեջ անդամներ են, բայց տարբեր լրիվ իրավիճակը։ Ոնց անենք տենց, որ մեր լեզուն պահպանենք։ Ոնց անենք, որովհետև եթե մենք դառնում ենք մեծ երկրի նորից մի մաս, որը մենք հարյուրավոր տարիներ փորձել ենք անկախություն ստանալ, բայց հիմա իրավիճակը տենց է վերելու, որ մենք չենք կարողանանք այդ հարցին ինչ որ իմություն անել եւ պայքարել, որտեվ իրավիճակը տենց անելու։ Այո։ Իմ մոտեցումը ոնց անենք դա լավը լինի։ Եվ այսպես ողջունում եմ բոլորիդ, Սիրիլ ժողովուրդ, խնդրեմ դնել ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, ինչպես գիտեք, դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Նաև խնդրեմ միջև վերջ մնացեք, որովհետև հիմա հենց մենք իրար հետ քննարկելու ենք եւ հետաքննելու ենք։ Եվ այսպես ողջունում եմ բոլորիդ, Սիրիլ ժողովուրդ, դնել ձեր լայքերը, ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Նաև դամար 15 անգամ մտածեք, նոր բան գրեք։ Այդպիսի բաներ գրեք։ Վարդան, չէ, ոնց էր դրա անունը, ժողովուրդ ջան, Ռուբեն Վարդանյան, հա, Ռուբեն Վարդանյան, որը որ ձերբակալված է Ադրբեջանում, ստե էլ չգաք իրա մասին չգրեք, ժողովուրդ ջան, էլ չգաք, ես նա ուզում եմ ձեզի հիշացնեմ, որ ես իրա մասին վիդեո ունեմ և բացատրել եմ իրա մասին ինչ եմ մտածում, և ես իրա մասին վիդեո էլ չեմ հանելու, հասկացեք, իմ համար շատ ավելի կարևոր մարդիկ կան, քան թե ինքը։ Ձեր համար կարևոր է ձեզի պայք, ընձիխեք բերում բանանում։ Ինչի իր մասին վիդեո, ինչի ես պարտավոր եմ իր մասին վիդեո անելու։ Իմ համար ավելի կարևոր առաջ նայեք, ամեն մարդ ունի իր արժե համակարգը, դա հասկացեք։ Իմ արժե համակարգի մեջ ինքը գտնվում է եւ ոչ միայն ինքը, Արայիկը, չգիտեմ, Բակոն, եւ մնացածը Արցախի վերնախավը գտնվում են ամենավերջի տեղում, որտեղ իմ համար ամենակարևորն է առաջնահերթություն, եթե պետք է պայքարեք, հա, ես կընդունեմ այն պայքարը, որի համար դուք կպայքարեք զինվորի համար, կամավորի համար, սովորական քաղաքացու համար, որոնք որ գերեվարվել են Ադրբեջան, որ իրանց տելեվիզորով ցույց չեն տալի, չի նշանակում, որ իրանք ընդե չեն։ Այ իրանց համար պետք է առաջինը պայքարենք։ Երբ որ Ադրբեջանում ոչ մի հայ էլ չի մնա ու կմնա այս վերնախավը, իրանք կլինեն ամենավերջին ու հաստատ կլինի էլ հայ չկա։ Այն նոր կարելի է պայքարել իրանց համար, որ Հայաստանում կան պատասխանատվության։ Ու պետք է անպայման պատասխանատվություն կրեն։ Հիմա երբ որ այնտեղ ունենք մենք համ զինվոր, համ կամավոր, համ քաղաքացիական անձինք, որոնք որ ապօրինի կերպով գողացված եւ ձերբակալված են Ադրբեջանում, ոչ մի Ռուբեն Վարդանյանի մասին իմ մոտ խոսք չի կարա էթա։ Հասկացաք, այդ մարդու անունը էլ ստե չտակ, այս ալիքում չտակ։ Ինքը գտնվում է վերջի հորիզոնականներում, հասկացաք։ Ժողովուրդ ջան, մի քիչ մտածեք, էլ ինչ է գրում։ Ուրեմն այս քանից հետո ես պետք է թողեմ Ռուբեն Վարդանյան մասին մտածեմ, գնացեք այն մարդկանց ասեք, ովքեր սրտացավ են իր համար։ Ես ասում եմ, ես ընդհանրապես սրտացավ չեմ, ոչ Ռուբենի համար, ոչ այն վերնախավի համար։ Ես միայն սրտացավ եմ, որ իրանք հայ են ու թուրքը կարա դատի։ Այո, պետք է իրանք Հայաստանում դատվեն, բայց իրանք վերջի տեղում են։ Պետք է պայքարել զինվորի, քաղաքացու, կամավորի եւ բնացած բոլոր հայերի համար, որ հետ գան Հայաստան, ինչ կարգավիճակներով, որ այնտեղ են հայտնվել։ Նոր երբ որ 100% իմանանք ընդել հայ չկա, բոլորին վերադարձրել ենք Հայաստան եւ մնում են սրանք, այս սրանց նոր կարելի անդրադառնալ եւ պայքարել, որ գան ու միայն պատասխանատվություն կրելու։ Որ չասեն թուրքը դատեց հային, դա էլ դրա համար, ոչ թե իրանց համար, այո, որ հայ են դրա համար չմնան ընդե։ Վերջով Արոնը ջուր չի դառնա, բայց թե այս պահին, երբ որ այնտեղ թեկուզ մի հատիկ հայ կա, էլ չգաք չգրեք իր անունը ստե, հասկացաք, ես ամենայն լրջությամբ եմ ասում, դուք ունեք զգացմունքներ, օքեյ, դուք գնացեք, ձեր համար կանալ բացեք կամ ուրիշներին դիմեք, թող իրանք խոսան, աստե արգելված է այդ մարդկանց անունը տալու, արգելք է դրած, ախպեր ջան, ստե ես չեմ ուզում ոչ լսեմ, ոչ կարդամ իրանց անունները։ Ես իմ հայրենիքի իմաստն եմ կորցրել, իմ ախպերներին եմ կորցրել, իրանց պատճառով,
Այսօր այսքանը, ստեսություն։